թարմ տնական թխած հացից ինչ լավ բան կա ուրիշ։ Մեկ էլ յուղի թխած թոնրի հացն է, դրանից այն կողմ էլ ոչ մի բան չկա լավ, նկատի ունեմ համեղ։ Մերոնց մտքով հաց էր անցնում, որ երեխաներին սովորեցնում ես տնական թխած հացի, չէ։ Արդեն իրանց մոտ դա ոնց որ ժամանակ առ ժամանակ դրա պահանջը ունենում են։ Հիմա մերոնք ֆոկաչա են ուզել, պետք է թխենք ուրիշ ճար չունենք։ Ֆոկաչան էլ իտալական հաց է, նրանց տափակ հացն է։ Մեր լավաշը նրանց ֆոկաչան է երևի, մեր լավաշին չի հասնի, բայց սա էլ շատ համեղ, ընտիր հաց է ստացվում։ Ու պատրաստելն էլ հեչ դժվար չէ, տեսականի ունեն ֆոկաչաների։ Հիմա պարզը կպատրաստենք, քիչ համեմված, որ երեխաները հանգիստ ուտեն, նավսը կոտրեն, հետո համեմվածը կպատրաստենք։ Տաք ջուր չէ, գոլ ջուր է պետք, գոլից մի քիչ ավելի տաքոտ։ Այդպես խմորը ավելի արագ է հասունանում։ 2 բաժակ ջուր ունեմ։ 2 բաժակ ջրին 2 թեյ գթալ խմորիչ եմ ավելացնում։ Ինձ մոտ ասել եմ, արագ լուծվող խմորիչն է, այսինքն պետք չի ակտիվացնել, արդեն ինքը ակտիվացված վիճակում է։ 2 թեյ գթալ դա եմ ավելացնում, մոտավորապես ճաշի գթալից մի քիչ պակաս շաքարավազ եմ ավելացնում։ Այս ավելացնելուց հետո մի հատ խառնում ենք։ Խառնում եմ ու մյուս բաղադրիչները, իտալական հացը ինչը պետք է անպակաս լինի, ձիթապտղի յուղը, ինչ են ասում, extra virgin, կույս տեսակն ենք օգտագործում։ Ինձ հայերեն ինչ անհարմար է, չէ, հնջում կույս ձիթապտղի յուղ։ Բայց այդ տեսակը պետք է համը զգացվի։ Սա ենք ավելացնում։ Շաքարավազը չավելացրեցի, չէ, արամ ավելացրեցի, չեմ հիշում։ Ավելացրել եմ։ Այս սենց մի վայրկյան առաջ բան եմ անում, 2 րոպեից մոռանում եմ։ Դրանք ավելացրեցի, ձիթապտղի յուղ եմ ավելացնելու, մոտավորապես 2.5-3 ճաշի գթալ։ Սա էլ միշտ այս հացը պատրաստում եմ աչքաչափով ու միշտ էլ հաջող է ստացվում։ Գլուխ գովալ չլինի, այս ֆոկաչան ինձ մոտ շատ ընտիր է ստացվում։ Չգիտեմ ինչից է, մյուս բաղադրիչը, որ ասում եմ պարտադիր է, թե պետք կան բաղադրատոմսեր, որ մեջը չկա, բայց իտալական բաղադրատոմսներ չեն դրանք, իմ հանդիպածը։ Սեմոլինա են ասում, սա գիտեք ինչն է, մաննի կաշան, որ եփում էինք, այդ հատիկի ամենամանր աղացված տեսակն է։ Վստահ եմ Հայաստանում կա, Երևանում կա, բայց թե հայերեն ինչ են ասում սեմոլինային, այդպես էլ չգիտեմ, չկարողացա գտնել։ Մոտավորապես 1/4 բաժակ, ու իմ բաժակի չափը եթե չեմ ասել եմ, բայց 250 ml-ն է։ Դա էլ ավելացրեցի ու ալյուր եմ ավելացնելու։ Ալյուրն ավելացնում ենք այնքան, որ ստացվի փափուկ ձեռքերին չկպչող խմոր։ Քիչ-քիչ ենք ավելացնելու, մոտավորապես 3 բաժակին մոտ մի բան է պետք։ Քանի դեռ խմորը այսպես փափլիկ է, հələ հեղուկոտ է, հա, աղն ենք ավելացնում։ Ասում են աղը խմորիչին սպանում է, այդպես են ասում։ Դրա համար խորհուրդ են տալիս մի քիչ խառնել, ալյուրն ավելացնել, շաքարավազը, մի քիչ թողնել խմորը խառնվի, հետո նոր աղը ավելացնել, որ խմորիչին չսպանի։ Այդպես են ասում, մի բան գիտեն, որ ասում են։ Այ հիմա հանգիստ կարող եմ ալյուրի մնացած մասն էլ ավելացնել, ձեռքով թեթևակի կհունցեմ ու կանցնենք առաջ։ Այ երբ արդեն էլ գթալով չեք կարողանում խառնել ամանի մեջ, տեղափոխում եք մաքուր սեղանի վրա, որ կես ժամ մաքրել եմ։ Այս բացօթյա սեղանն էլ սա է։ Գալիս եմ ու կես ժամ սկսում եմ լվալ շփել, քերել։ Կես ժամը դրա վրա ենք անցկացնում։ Սա այսպես։ Ու գիտեք, հացի խմորը հունցվել սիրում է։ Սրան էլ հունցելու ենք, բայց շատ կարևոր բան, ալյուրը պետք է զգուշ ավելացվի, մի քիչ կպչուն է լինելու սկզբից, բայց քիչ ալյուր ավելացնելով ձեր ուզած բաղադրությանն եք հասցնելու, որ շատ կպչուն չլինի։
մի տեսակի բաղադրատոմս ունեմ, որ ընդհանրապես հունցել չի պահանջում, հենց այդպես գտալով խառնում եմ, հեշտ է, բայց շատ նրբություններով խմոր է դա, մի օր կանենք, էլի ֆոկաչա է, շատ ընտիր ֆոկաչա է ստացվում, մի քիչ կհունցեմ, երևի 3-4-5-6 րոպեի չափով կհունցեմ ու կդնենք հասունանա, մոտավորապես մի ժամ, 45 րոպե, նշանակություն ունի տաքությունը, ջերմությունը, այս քարի վրա ամեն ինչ շատ արագ հասունանում է, տաքանում է օրվա ընթացքում արևից, մի քիչ ինչ ժամանակ տվեք հունցեմ, այսպիսի հարվածներով էլաստիկություն է ոնց որ տալիս խմորին, կպչունությունը պակասում է։ Հիմա էլ չեմ էլ ուզում ալյուր ավելացնել, սա այն խմորն է, որ ձիթապտղի յուղով դառնալու է հեշտ աշխատվող, այսինքն ձեռքերին չի կպչելու։ Այդպիսի մի բան։ Հիմա մի լավ, նույն ամանի մեջ եմ դնում, բայց սովորաբար ուրիշ տեսակի աման եմ օգտագործում խմորներիս համար։ Ձիթապտղի յուղ եմ ավելացնում, սա կտեղադրեմ, մի հատ կպտտեմ, մի հատ էլ կպտտեմ, ուզում եք լավ ձիթապտղի յուղով ծածկվի, որ ֆոկաչայի խմորն ու ձիթապտղի յուղը ստեղծված են միմյանց համար։ Կդնեմ սա հասունանա, ձեռքերս կլվանամ ու տոպրակը չեմ բերել, որ փակեմ, տոպրակը բերեմ ու խմորը նախորոք մի հատ էլ պատրաստել եմ, որ ժամանակ չկորցնենք։ Գնամ լվացվեմ, տոպրակը բերեմ գամ։ Այլևս ալյուր պետք չի լինելու, լավ յուղոտ, ձիթապտղի յուղոտ ավելի ճիշտ խմոր է, օդը կհանեք միջից նախ, 2 հաց կթխենք, եթե կպչող է խմորը դեռ, մի փոքր ձիթապտղի յուղ եք անում, ինքան որ աշխատելը հեշտ լինի, օդը պարտադիր միջից հանում եք, ամանները, ընտրում եք քանի հաց եք, այս բազաղադրատոմսով 2 միջին չափի հաց է ստացվում։ Հիմա մի հատ կլորը կանեմ, այդ գեղեցիկ համեմված կանեմ լոլիկներով, պրեշուտոյով, մյուսը պարզ կանեմ, որ երեխեքը ուտեն բան հասկանան, թեպետ այս մյուսներ եմ սպասելու հասունանա, մի հատ էլ սրանով մեծն եմ անելու, որ բողոքներ չունենամ։ Գիտեք ինչ, 3 հաց կանեմ, բերել էի ամանս համենայն դեպս, բայց մտածում էի, սա ձիթապտուղ ունեմ սառնանում, գնամ ձիթապտուղ բերեմ, մեկը ձիթապտղով կանեմ, մեկը լոլիկով, պրեշուտոյով կանեմ, մեկը պարզ կանեմ։ Նախ, ամենակարևորը շատ լավ յուղում եք ամանները, որ հետո կպավ մեջից փորելու եք հացը, փորած ֆոկաչա եք ուտելու, նախ լավ յուղում եք, հետո էլ պարտադիր սեմոլինայով ցողում եք։ Սա անեմ դնեմ մի կողմ, որտև հենց ամանի մեջ ենք հացը ձգելու, ձևը տալու։ Ֆոկաչային երբեք շատ ձիթապտղի յուղ չի լինում։ Ասեցի, չէ, իրար համար են ստեղծված։ Այս փոքրը, ասեցի ու մոռանում էի սեմոլինան ավելացնել։ Այսպես, լավ ավելացնում եք։ Սա համել մի քիչ խշխշանություն է ավելացնում հացի տակը, որ շատ հաճելի է ուտում, արդեն հացը լավ խշխշան է լինում, այդքան ձիթապտղի յուղ կա մեջը, սա այսպես, մի փոքր այս երկարուկ հացը կանեմ, ուզում եմ գիտեք տապնեիդ պատրաստել, ձիթապտղով պատրաստված, այդպես ոնց որ թանձրուկ չասեմ, ինչ որ նախուտեստ է ավելի ճիշտ, դրանից եմ ուզում պատրաստել ֆոկաչայով շատ համեղ է լինում։ Այսպես հացը թեթևակի ձգձգում եք, ինչքան կարողանում եք ու տեղավորում եք ամանի մեջ։ Այսպես։ Ու արդեն մի փոքր էլ վրան եք անում ձիթապտղի յուղ, տեսակ չէ, ինչքան ձիթապտղի յուղ է սիրում այս հացը։ Ու մատներով այսպես համ տարածում եք, համ էլ այսպես փոսիկներ եք անում մատներով։ Մի վախեցեք, որ ծակվի, դրանից վնաս չկա։
Այս մեկը պատրաստ է, հետո տոպրակով կփակեմ։ Ջրխոմ։ Մյուսը, սա էլ արդեն երևի սրան մի քիչ ավելի մեծ կպահեմ, սա էլ կլորը կանեմ։ Նույն ձևով անում եք մյուս երկուսը, մի քիչ ձեռքերի մեջ այսպես բացում եք, ձեռքերով ավելի ճիշտ, ոչ թե ձեռքերի մեջ, հետո ամանի մեջ, ձիթապտղի յուղը վրան, ծուռ մրտիկությունից մի վախեցեք, երբեմն հավատացեք հացի այդ ոչ ստանդարտ, ոչ կատարյալ տեսքը նույնիսկ գեղեցկացնում է հացը, այսպես մատերով ծակծկում եք, սա էլ մյուս կողմ, նույնն է սա ենք անելու։ Սրա մեջ ձիթապտուղ կդնեմ։ Կալամատա ձիթապտուղն է, ցանկացած տեսակը կլինի։ Մի քանի տեղ ուզում եք դրեք, չեք ուզում, մերոնք չեն սիրում, սրանք այս տեսակը, որ պատրաստում եմ, մենակ ես եմ ուտում, ամուսինս էլ վրայից մաքրում է, հետո է ուտում, չի մնում, այնքան համեղ հաց է, որ հաստատ չի մնա։ Սա այսպես, վրան, պարտադիր, սև տակտեղը սուրա, ես որ չմոռանամ մի բան բերել, ախր տենց ոնց կլինի, գնամ տակտեղի հետևից, լավ, մի հատ կարմիրը ավելացնեմ, կարմիր տակտեղ չեն ավելացնում, բայց ես միշտ դնում եմ այս տեսակը փշրած, այնքան լավ է լինում, թե կծվությունը, թե այդ բույրը շատ սազում է համենայն դեպս իմ կարծիքով, երեխաներս էլ դեմ չեն, մի հատ բոլորի վրա սա անեմ, նախ, այս մեկը լոլիկով եմ ուզում անել, լոլիկը, այս փոքր լոլիկներն եմ վերցնում գունավոր, տեսքը շատ գեղեցիկ է ստացվում, ու կտրած կողմը դեպի վեր եք դնում, անպայման, որ խմորին երբ որ կպչում է թխելուց հետո թացանում է խմորը, մի տեսակ թաց հաց է ստացվում, անձամբ ես այդ տեսակը չեմ սիրում, այդ հետ համը չեմ սիրում, մի քանի տեղից կդնենք, պարտադիր կանաչին, որ ավելացնում են, հիմա չգտա հայերեն, ռոզմերի են ասում, ծիտրոն էր գրված, բայց սա ծիտրոնը չի, այն նայեք ծիտրոնի տեսակ է միգուցե, ծիտրոնը անգլերեն սավորի են ասում, սրան ռոզմարի են ասում, կարծում եմ նույն ազգից են, բայց սա ավելի թունդ համ ունի, թեպետ ծիտրոնն էլ համով գիտեք չի զիջում, սրանից են դնում կամ չոր տեսակը կամ թարմը, մերոնք տանել չեն կարողանում սրա համը, բայց այնքան է սազում այս հացին, էլի, սա ձիթապտղի յուղը, այս ծիտրոն ասում, լավ ռոզմարի է, այդ բոլորը հատուկ ոնց որ համերը այնքան լավ են իրար համադրված, որ իմ կարծիքով սրանք չավելացնելը ինչ-որ բան պակասում է հացից, մի քանի հատ, երբեմն նույնիսկ հենց մեջն են դնում չորը, չոր տեսակը, խմորի մեջ հունցումել են, եթե ուզում եք դա էլ արեք, շատ լավ կլինի, մի հատ էլ ավելացնեմ երևի լոլիկ, սա այսպես, տեղ-տեղ էլ ուզում եմ պրշուտոն էլ հայերեն, գիտեք, ոնց որ սա էլ նրանց ապուխտն է, հա, երևի, այդպես ասենք, շատ բարակ, այսպես, արդեն ինքը հենց ուտելու պատրաստ միս է, պարտադիր չէ եփվի, սա այսպես պիցաների վրա են դնում, թարմ շատ համեղ է։ Մեկ սրանից էլ եմ ավելացնում, շատ լավ լինում է այս հացի հետ, այսպես փոքր կտորներով, կարելի է ապուխտը փորձել, հետաքրքիր է, ինձ թվում է շատ էլ համեղ կստացվի հայկական ֆոկաչա, սա այսպես, ուրիշ ինչ ավելացնեմ, այս մեկը պարզ եմ թողնելու վրան, սև տակտեղն էլ բերել էի, օքեյ, չէի մոռացել, ուղղակի այնպեսի մի տեղ էի դրել, որ չէր երևում, մի քիչ սև տակտեղ եմ ավելացնում, սրա վրա էլ կավելացնեմ շատ թեթև, սև տակտեղն էլ է պարտադիր, ու թխելուց անմիջապես առաջ խոշոր աղ եմ անելու վրան, ծովի աղ է, կարծում եմ ցանկացած խոշոր աղ կլինի, բայց այն ծանր աղերը, եթե դրանք եք օգտագործելու, իմ հիշած աղերը Երևանի այդ խոշոր աղը, դա երևի մի քիչ էլ մանրեք ու մի քիչ թեթև բռնացնեք, դե չէ ծովի աղը ավելի թեթև աղ է համարվում, սա կարող եք ինչքան ուզում եք օգտագործել, ցանկալի չափով օգտագործել, սա թխելուց առաջ եմ ավելացնելու,
Հա, մի հատ ծածկեմ վրան, մի քիչ էլ հասունանա, երևի 15 րոպե այնքան արագ է հասունանում, եթե մանավանդ տաք տեղում լինի։ Մի 15 րոպե էլ թողնում եք, այսպես է հասունանում ու թխելու եք 220 աստիճան նախապես տաքացված ջեռոցում։ 15-ից 20 րոպե կամ մինչև կարմրի։ Այդքան բան, հիմա ծածկեմ մի քիչ էլ հասունանան, թխենք։ Տեսեք ինչ լավ հասունացել է։ Ջեռոցս արդեն միացրել էի, որ տաքանա, տարա հենց գազօջախի վրա դրեցի, տակից է որ ջեռոցը վառվում է, գազը տաքանում է, չէ՞, շատ լավ տեղ է հասունացնելու համար հացը։ Աղը նկատի ունեցեք, հատկապես եթե որոշեք ապուխտով անել, նկատի ունեցեք, որ ապուխտը աղի միս է, թեթև կբռնացնեք աղը, այս պրոշուտոն էլ մի քիչ աղիություն ունի։ Իսկ մյուսի վրա կարող եմ աղը լավ հանգիստ անել։ Մերոնք այնքան են սիրում այս հացը։ Ես 3 մեծ հաց եմ թխում, նույն օրում ուտում վերջացնում են, հաջորդ օրվա չել մնում։ Հերիք է։ Տանեմ ձիթապտղովն էլ գազի վրա եմ թողել։ Դրա վրա էլ կավելացնեմ, ասացի 20 րոպե ենք թխելու կամ մինչև անուշ ոսկեգույն դառնա։ Ու կհանդիպենք։ Թխվեցին 20 րոպե։ Սա այստեղ ու մինչև ամանից հանելը էլի այն ձիթապտղի յուղով առատորեն ցողում եք, ինքը վերցնելու է, խմորը քաշելու է ու ավելի համեղ է լինելու։ Ցողում եք ու միջից հանում եք։ Ողքերից մի քիչ կթուլացնեք ու ճաղերի վրա եք տեղադրելու, ուրա բռնիչս որ սարի։ Գոնե 15 րոպե։ Եթե տղա եք, պետք է դիմանաք սարի, տակ հացը չեն կտրում, ասում են վնաս է ստամոքսին։ Մի քանի րոպե սպասենք, կտրենք համը տեսնենք խշխշալով, հավեսով ուտեմ, սրա հաջորդ տեսահոլովակը թափնադ եմ պատրաստելու ձիթապտղով, այս հացի հետ թափնադը շատ համեղ է ստացվում։ Մի կերպ հիմա նայում ենք հացերին, որ շուտ սառչեն։ Գարբուշկեն չդիմացանք, մինչև 15 րոպե լռանալը կտրեցինք խշխշալով, ես ու օպերատորը ճաշակեցինք, պետք է մի հատ չտեսնենք, համը լավ է, լավ չէ, շատ համեղ էր ստացվել, ընտիր այն այք ես միջուկը, որ տեսնեք, ինձ թվում է հենց այդ սեմոլինան է, որ հացի բաղադրությունը այս տեսակ է դարձնում, միցեք ուրիշ պղպջակներով, այն այք չգիտեմ, տարբերվում է համենայն դեպս սովորական հացերից, այսպես էլ որ սեղմում եք ինքը էլի զսպանակի պես բարձրանում է, այդքան բան, շատ համեղ, չոր, խշխշանք եղևող, փափուկ միջուկով հաց է ստացվում, ընտիրը, շատ համեղ է, անպայման փորձեք հաց թխելուց էլ մի խուսափեք, միգուցե առաջի մի անգամը, երկու անգամը չի ստացվի, բայց կամաց կսկսեք հացի խմորին հասկանալ, հենց հասկացաք, ամենաընտիր հացը ձեր թխած հացն է լինելու, երեխաներին էլ ուտելու են, չեն կշտանալու, այդքան բան, մեզ էլ ինչ է պետք, որ երեխաները հաց ուտեն, չէ, մի բան ուտեն, հիմա փորձելու ենք տակ, վերցնենք մեր հացերը ու վազենք տուն, այդքան բան ժողովուրդ ջան, տեսահոլովակի կոմենտների բաժնում առճիշտ ներքևում կդնեմ բաղադրատոմսի հղումը, Հեղինետ.com-ում էլ կա գրված բաղադրատոմսը, էջի ամենաներքևում է, այդքան բան, կհանդիպենք։